Բարդ զարգելի հանրություն, ողջունում եմ ձեզ։ Խոսում է Նարեկ Սմբատի Սողոմոնյան Սևան քաղաքից հասցեատերը։ Ներկայիս գտնվում եմ Դադարանի ապօրինի որոշման մեջ, պատան վիճակում ապօրինի ազատազրկման մեջ, որոնք որ իրավաբանական կեղծիքներով մարդուս ազատազրկել են եւ ուղիղ իմաստով շրջանցելով օրենքի տարրերը եւ քրեական վարույթի ոչ մի տեսակի նոր բացարձակ չպահպանելով տվյալ անձից վերցրել են որպես պատանդ եւ սպառնում են շարունակաբար բարբերաբար չբողոքել նրանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ այլապես ավելի երկար կպահեն ազատազրկման մեջ։ Հետևաբար դիմեմ ձեզ հարգելի ժողովուրդ եւ խնդրում եմ աջակցել նաեւ եւ ձեր ուշադրությունը հրավիրեք Նարեկ Սմբատի Սողոմոնյանի կողմը, որը որ 8 տարի շարունակ պայքարել է այս բազմագլխանի հիդու հանցավոր կազմակերպության դեմ, որը որ բաղկացած է Հայաստանի Հանրապետության իրավական կառույցներում զբաղեցրած բարձր պաշտոնյաներից, դատախազներից, դատավորներից, քննչական մարմիններից, բարձր պաշտոնյաներից, որոնք որ նախնական համաձայնությամբ գալով մյուս մնացած քաղաքացիների հետ եւ Հայաստանի Հանրապետության իրավական կառույցներում պաշտոններ զբաղեցրած եւ բացի իրավական նաեւ այլ գործադիր մարմինների հետ ինքնակառավարման այլ մարմինների հետ համագործակցելով նախնական համաձայնությամբ գալով ստեղծելով մի ահռելի կոռուպցիոն շղթա մի շարք տարբեր տեսակի հանցագործություններ են իրականացրել անձիս եւ ընտանիքիս անդամների նկատմամբ, մինչեւ առանձնապես ծանր հանցագործության փորձեր, մինչեւ ծանր հանցագործություն արդեն իրականացրած դանակահարություն եւ ըրգիզել են մեր բակում կանգնած մեր թանկարժեք մեքենա, սպառնալով որպեսզի մենք չբարձրացնենք 2018 թվականի մայիսի 10-ին Նարեկ Սմբատի Սողոմոնյանի բնակարան մուտք գործած երկու անչափահասների եւ դիստեցի ենթարկած, ինչի հետևանքով նաեւ տվյալ երկու անչափահասների վրա նույնպես առաջացել է մարմնական վնասվածքին պաշտպանություն իրականացնելու հետևանքով, որը որ գործը կարճվել է եւ 8 տարի շարունակ սպառնում են գործի վերաբերյալ չխոսել, փորձում են հասնել լրագրության, փորձում են մեզ լրացնել ինձ եղբորս ընտանիքիս ընդհանուր եւ մեր ազգականների եւ բարեկամների միջոցով եւ տարբեր այլ լծակներ ստեղծելով տարբեր անձանց սպառնալիքի եւ շանտաժի ենթարկելով դուրս են անում մեր դեմ։ Հիմա ինչը որ զարգացել է արդեն այս բազմագլխանի հանցագործությունները, որը որ կատարվել է անցավոր կազմակերպության կողմից, որը որ արդեն 8 տարի շարունակ կոռուպցիոն հիմքերով գլուխ է բարձրացրել, կատարում է հայոց ազգի դեմ հենց ուղիղ ոչինչ, ինչի վերաբերյալ իմ մոտ առկա են բազմաթիվ ձայնագրություններ, փաստաթղթեր, համագործակցելով իրավական տարբեր կառույցների, ինչպես նաև նախարարության եւ պատգամավորների հետ ձեռք են բերել այնպիսի ապացույցներ, որը որ լրացնում է ներկա կառավարության կողմից նախին կատարված հանցագործությունները եւ նրանց անդրամաբանելի տված պատասխանելով եւ անտարբերության մատնելով իմ կողմից ներկայացած ծանր հանցագործությունների վերաբերյալ նյութերը, ներկա կառավարությունս փաստել է եւ ապացուցել է, որ աջակցում է այդ հանցավոր կազմակերպությանը, որը որ իրականացնում է ոչինչ ազգից դեմ, հիմնականում իմ անձից նկատմամբ, որը որ ձեռքբերված խիստ ապացույցների շրջանակում, ինչը որ ես եմ ձեռքբերել վերջին 8 տարիների ընթացքում, շարունակական համագործակցել եւ ձեռքբերել բոլոր ապացույցները, որպեսզի հնարավոր ծնկի բերել այս կոռուպցիոն մեծ հիդրոսխեմային։ Հետևաբար հարգելի հայրենակիցներ, հարգելի հայեր, ես նույնպես հայ եմ եւ դիմում եմ ձեզ, նշեմ, որ ես Մարտիրոս քահանայի թորն եմ եւ ստացել եմ եպիսկոպոսական եւ առաքելական սկզբունքներով դասյացություն եւ իմ նպատակն է միայն, որպեսզի մենք հասնենք հաղթանակի, որ այս ոչնագործությունները մաքրվեն մեր երկրից, որպեսզի դուք օգնեք եւ ձեր ուշադրության միջոցով մենք կարողանանք ստեղծել վերջնականապես այս կոռուպցիոն շղթայի ու այս կոռուպցիոն համակարգի արմատը։ Հայ ժողովուրդ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք Սյունիքյան ձայնագրությանը եւ տարածեք։ Շնորհակալություն։